Բաբայան, դուք նոր ժամանեցիք այստեղ, քննիչները իրավապահ համակարգի ներկայացուցիչները սպասում են, որ ինչ-որ քննչական գործողություններ պետք է սկսեն։ Մանրամասն խնդրում եմ, նախ ինչ գործի շրջանակներում է եւ ինչ կարող եք ասել սրա հետ կապված։ Գործը վերաբերում է այսօր հակակոռուպցիոն կոմիտեի կողմից տարածված այդ տեսագրությանը, ենթադրաբար դրան վերաբերում, հաշվի առնելով այն ինչ որ ես հիմա կարդացի։ Այս պահին հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից կա որոշում կայացված երկու անձանց, մասնավորապես Մարտուն Գրիգորյանի որդու եւ հոր ձերբակալության վերաբերյալ։ Հիմա որոշումը կա, ծանոթացանք որոշումը, Մարտուն Գրիգորյանի հայրը Կամո Գրիգորյանը այս պահին տանը չի գտնվում, տեղեկացրել ենք իրեն, որ ոստիկանությունն իրեն պիտի ձերբակալի, ձերբակալման որոշում կա, հայրը գալիս է արդեն այստեղ, որպեսզի ներկայանա ոստիկանությանը։ Դե գործը Որդին էստեղ է, որդին մեր կողքը կանգնած է։ Գործը վերաբերվում է ենթադրյալ ինչ որ նախընտրական քարոզչության ընթացքում, ինչ որ խոստումներ տալուն, ինչ որ ընտրակաշառքներ բաժանելու, այսինքն որոշումներից հստակ չի, թե կոնկրետ ինչ փաստական հանգամանքին է վերաբերում, հա, ընդհանուր ձևակերպումներ են, դրա վերաբերյալ երկուսն էլ այս պահին մեղադրյալի կարգավիճակ ունեն, եւ նրանց նկատմամբ 24 ժամյա ռեժիմով ձերբակալման որոշում է կայացվել, որպեսզի տանեն դատարան կալանքի հարցը լուծելու համար, այսինքն կալանավորման նպատակով ձերբակալություն իրականացնել։ Այդքան խիստ են որոշել են այդքան խիստ անեն, հիմա արդեն ձերբակալումը կիրականացնեն, դրանից հետո ընթացքում կհասկանանք, եթե կալանավորման իջնորդություն կներկայացվի, արդեն դատարանում մի բան հասկանանք, պարոն Բաբան, խոսքը այն ձայնագրության մասին է, որ տարածվել էր այսօր։ Այնտեղ ինչ որ այսքան տեսանյութ է, որտեղ ձայնագրություն կար, որ ինչ որ մարդիկ խոսում են կաշառք Հասկացա, ես գալուց լսել եմ այդ տեսագրությունը։ Մարտուն Գրիգորյանի այս գործը։ Ես գալուց լսել եմ այդ տեսագրությունը, այդ տեսագրությունից ակնհայտ կարող եմ ասել, որ եւ տեսագրությունից եւ հաղորդագրությունից որ տարածվել է Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ ոչինչ չկա։ Բայց հաշվի առնելով, որ այս որոշման մեջ չկան մանրամասներ, փաստական տվյալների վերաբերյալ, թե ով ինչ է արել, այլ ընդհանուր ձևակերպումներ են, այս իմաստով կարող ենք ասել, որ այո, վերաբերվում է այդ վարույթին, որի վերաբերյալ այսօր տարածվել է հաղորդագրությունը։ Ինչու եմ հարցնում, որովհետև Մարտուն Գրիգորյանը քիչ առաջ մեծ զրույցում ասաց, որ ինքը ձայնագրության հետ կապ չունի, ոչ մեկին չի ճանաչում, այդ ձայները ծանոթ չեն։ Եվ իրեն վերագրում են ինչ-որ շիբինի գործ, որ որոշ ժամանակ առաջ, ընդ որում կարծես նախընտրական քարոզչության մեկնարկից առաջ իր թաղամասում շիբին է լցրել, որը միշտ է արել։ Շատ լավ, 2 կամ 3 օր առաջ ինչ-որ դիտորդներ, հա, անկախ դիտորդներ, եթե չեմ սխալվում, նաև Դանիել են, այնտեղ ուրիշ մարդիկ էլ կային, Սաքումսեն կային, ինչ-որ իշխանության հետ շատ համագործակցված տեսահոլովակ են հրապարակում, տեսահոլովակ են վերցնում Մարտուն Գրիգորյանի նախընտրական քարոզարշավի տեսահոլովակը, որտեղ կա Մարտուն Գրիգորյանի կյանքում կատարած աշխատանքներից դրվագներ։ Մարտուն Գրիգորյանը գյումրեցի, ինքը շատ բաղուցվանից Գյումրիում որոշակի աշխատանքներ է իրականացնում, այդ թվում այդ մի կադրը կա, որը ավելի վաղ արվել ընդհանրապես ընտրությունների հետ կապ չունեցող։ Եվ սինխրոնիզացված այս իշխանության հետ այդ դիտորդական առաքելությունը հաղորդում է ներկայացնում դատախազին ենթադրյալ քրեական, հա, անցանք կատարված լինելու առթիվ վարույթ նախաձեռնելու համար։ Դե շատ լավ առիթ է, դատախազությունն ու հակակոռուպցիոն կոմիտեն էլ օգտվել են այդ առիթից, վարույթը նախաձեռնել են, անձանց վերաբերյալ մեղադրական քրեական հետապնդում հարուցելու որոշումները կայացրել են, ձերբակալման որոշումը կայացրել են, հիմա էլ ուզում են կալանքի հարց լուծեն։ Խոզարկություններ եղել են հակրատային։ Այս պահին չունեմ տվյալ, որ խոզարկություններ տեղի ունեցած լինեն, հիմա տեղյակ են, որ բոլոր գրասենյակները այս պահին շրջափակված են ոստիկանական ծառայողների կողմից, հիմա հերթով կայցելեն կհասկանան որտեղ ինչ կա։ Իսկ հիմա ինչ է կատարվում, այստեղ քննիչներ են, հա, կարծես։ Ոստիկանության աշխատակիցներ են, որոնք իրականացնում են ձերբակալման որոշման պահանջները։ Ինչ են, դուք այստեղ ձեզ են սպասում, որ ինչ-որ գործողություն իրականացնեն, հիմա ձեր ներկայացան պետք է անեն այդ ամեն ինչը։ Գործողությունը ձերբակալումն է, այդ ձերբակալումը չեմ կարծում այսքան մարդու ներկայությամբ կկատարեն այն ինչ որ դուք տեսել եք տարբեր ինտերնետային կայքերում։ Պարզապես հիմա Մարտուն Գրիգորյանի հայրն էլ կմոտենա եւ միասին կգնան արդեն հակակոռուպցիոն կոմիտե։ Բայց ներողություն ժամանողները ոստիկանության աշխատակիցներ։ Այս պայն այստեղ գտնվող անձին ոստիկանության աշխատողներ են, որոնք հետաքննության մարմնի որպես իրականացում են ձերբակալման որոշումը։ Պարոն Բաբայանը, Չիբինի գործը, այսպես ասված, տեղական ժամանակ է մեդիադաշտ է նետված եւ բազմիցս պարոն Գրիգորյանը հերքել էր այդ տեղեկությունները, ինչու հենց ընտրությունից 2 օր առաջ եւ ոչ միայն պարոն Գրիգորյանի, նաեւ ընդդիմադիր մյուս քաղաքական ուժերի դեմ սկսվեց այս գործողությունները։ Բարձի, որովհետեւ 2 օր հետո ընտրություն պիտի լինի, որովհետեւ հասկանում են, որ այս ընտրություններում շանսեր չեն ունենալու, դե իրանք էլ գիտեն, չէ՞, տեսնում են։ Միամիտ մարդիկ չեն, գիտեք, լուրջ ծառայություններ ունեն, ազգային անվտանգության ծառայություն ունեն, որը տարբեր հարցումներ է իրականացնում, տարբեր
արդյունքները արձանագրում։ Դե հիմա տեսնում են, փորձում են ճնշեն, երբ չի, Վանաձորում տենց չէր։ Այդ բոլոր տեխնացուները հերթով դրա մասին խոսում էին։ Մարտուն Գրիգորյանն ասում էր, սա ասել գիտեն, որ գալու են ձերբակալան։ Ռուբենը Մխիթարյանն ասում էր, բոլորն էլ պատրաստ են դրան։ Ամբողջ հարցն է, որ այս ձերբակալություններով իրենք էլ գիտեն, որ ոչինչի չեն հասնելու ու այդ լկտիության աստիճանը այնտեղ է հասել, որ արդեն ընտանիքի հորն են, հորը ձերբակալման որոշում են կայացրել։ Այդ լկտիության աստիճանը այստեղ է հասել։ Իսկ նույնքան կարող են նաև իր մասով որոշում կայացնել, ուղղակի անձեռնմխելի անձը դրա համար չեն փորձել այդ մասը։ Իրանք կարծում եմ այդ անձեռնմխելիության վրա կարային ընդհանրապես թխած ունենային, բայց երևի տենց հասկացել են, որ Մարտուն Գրիգորյանին ձերբակալելով պարզ գիտեն, որ ոչինչ բանի չեն հասնելու, որոշել են տենց ընտանիքի անդամների միջոցով փորձեն ճնշել։